որոշել այսօր գալ եւ Սուրբ Թադևոս եկեղեցու մասնակցել պատարագի, հատկապես երբ որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ մի քանի օր առաջ ասել էր տարբեր եկեղեցիներ գնացեք, անգամ ասել էր չեմ հայտնի թե ուր եմ գնում, որպեսզի համոզեք քահանաներին, ինչու օրինակ չգնացել Նիկոլ Փաշինյանը լսելով եւ այլ եկեղեցում քահանայի համոզել ձեր։ Հաջորդ շաբաթ կամ մյուս շաբաթ այդպես կանենք։ Ես այս եկեղեցում չեմ եղել եւ լավ հնարավորություններ եկել եմ այստեղ, հատկապես որ Մասյաձոտնի թեմի առաջնորդի հանդիսապետությամբ է տեղի ունենալու, կաշխատեմ հաջորդ անգամները գնալ այլ եկեղեցիներ, միգուցե նորից Մասյաձոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սերբազանի հանդիսապետությամբ անցկացվող։ Ինչով պայմանավորված։ Ես ճիշտ ասած երբևէ չեմ հանդիպել Գևորգ Սերբազանին, բայց մի քանի հարցազրույց տեսել եմ եւ իր մտքերը բարենորոգման օրակարգի Հայաստանի պետության եկեղեցու հարաբերությունների մասին ինձ շատ դուր են գալիս եւ կուզեի ճանաչել այդ մարդուն։ Օրինակ տեսել եք այն ելույթը հարցազրույց չասեմ, ելույթը այն որ դրսևորվում էր ամռանը, երբ օրինակ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք են գործել Մայրաթոր, մասնավորապես Վեհարանի տարածք եւ նույն Գևորգ Սրբազանը ինչպես էր դուրս եկել եւ ասում այսինչ է կանում, երբ որ սա խայտարակություն է պետության կողմից, հա։ Ես տեսել եք օրինակ այդ տեսանյութը։ Տեսել եմ, ես նաեւ գիտեմ, որ ոչ միայն Գևորգ Սրբազանի, այլ նաեւ բոլոր եկեղեցականների եւ այսօր էլ շատ եկեղեցականների վրա շատ մեծ ճնշումներ են գործադրվում եւ իրականում Կտրիչ Ներսիսյանը ունի շատ սահմանափակ թվով կողմնակիցներ ներսում, պարզապես ճնշումները շատ են եւ ոմանք որոշ եկեղեցականներ դեռևս բավարար համարձակություն չեն դրսևորում, որպեսզի այն ինչ մտածում են կամ այն ինչ խոսում են ոչ հրապարակային դրա մասին արտահայտվեն, բայց դա ժամանակի հարց է։ Պարոն Պապոյան, ճնշումներից խոսեցիք, նաև հակառակ կողմից կան կարծիքներ, որ ճնշումներ կան հենց իշխանությունների կողմից, ավելին կոմպրոմատների մասին է խոսվում, ասում ինչպես է, որ այդ հոգևորականը երբ կատեգորիկ անգամ չի ուզում լսել իշխանությունների անունը, այսօր այսպես գնում է եւ համաձայնվում է հանդիպել Փաշինյանի հետ, կիսել նրանց օրակարգը, այս մասով ինչ կասեք, կոմպրոմատների մասով։ Կոմպրոմատի խնդիր չկա, հենց դա է հակառակը, որ իրականում մարդկանց ստիպում են ասել վատ բաներ իշխանությունների հասցեին, ստիպում են վատ բաներ ասել վարչապետի հասցեին, բայց այդ մարդիկ այդպես չեն մտածում եւ երբ որ կներեք էլի հասնում է այստեղ, հա մի քիչ վիզուալ ցույց տամ, մեր հոգևորականների մի մասը բավարար այդ համարձակությունը դրսևորում է եւ արտահայտում է դրա մասին։ Ես կարծում եմ շուտով նաեւ այդպիսի այլ հայտարարություններ կլինեն, որովհետեւ մարդիկ հոգնել են, գիտեք, ոնց կարելի է էլի ամբողջ տնով, տեղով, ուրեմն նեղ շրջանակով տեսել եք կազմը, բանա, եպիսկոպոսների մի մասը իր բարեկամներն ու հարազատներն ու ընկերներն ու գյուղացիներն են, այդպես ոնց կարելի է։ Այդպես Կտրիչ Ներսիսյանի Ինչ տրամաբանությամբ եթե շարժվում ենք Նիկոլ Փաշինյանի բարեկամներ, խնամիներ, սանիկներ, մարզպետից, համայնքապետից, պատգամավորից սկսած վերջացրած բոլորը Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին պատգամավոր էր 21 թվականին չդարձավ, Նիկոլ Փաշինյանի աներորդին պատգամավոր է եւ 26 թվականին չի առաջադրվել հենց ձեր ասած պատճառով։ Այսինքն այդ ձեր ասած խնդիրը նույնը վարչապետը շատ կարևորում է եւ հենց նաեւ այդ պատճառով այդ մարդիկ չեն առաջադրվել։ Ոչ թե նրանք չէին կարող լավ պատգամավոր լինել, այդ պատճառով։ Հերոսադողի չնթադրությունը արդեն դրանից անի պարոն Պապոյան, օրինակ այստեղ հավաքվել են։ Բայց դուք ասել եք կարճ հարցազրույց, արդեն լավ երկար հարցազրույց եղավ։ Երկու հարց է եւ մի հատ էլ Ադրբեջանից եկող քաղաքացիներ ասում է եկեք նորոգման այդ օրակարգը, հա, կիսեն բան։ Եթե օրինակ ժամանակին մեղադրում են ձեր իշխանությունը, ներկայիս իշխանություն քաղաքացիները ժամանակին երբ ընդդիմությունները մեղադրում էր, որ տարբեր գործարանների են դիմում, չգիտեմ, մարդկանց խմբեր են ապանում։ Հիմա այստեղ բազմաթիվ գործարաններից, կոլեկտիվներով գալիս են։ Սա ինչի մասն է։ Ես որ գործարանից եմ եկել։ Օրինակ մոտեցանք, մենք տեսանք հետո մյուզեումով նայեք։ Ես որ գործարանից եմ եկել։ Չէ, թողեք ես Բարև ձեզ։ Ոնց եք, դուք որ գործարանից եք եկել։ Ասում ուղիղ եթերում են եղել, օրինակ Վեդի ալգոից կան այգեկան մի քանի։ Կներեք, Հայաստանի
Հայաստանի Հանրապետությունը դեկտեմբեր ապահովել մարդկանց եւ այդպես օրինակ երեք էլ տեսանք, որ վեդի խոշորացած համայնքի դեպ համայնքի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի Սանիկն է, ներողություն, գյուղապետերը եկել էին այստեղ ինչ որ սա ինչի՞ կլսեք, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում 800 դեկտեմբերի ցուցանիշների հրապարակին 830,000-ի կարգի մոտավորապես աշխատատեղ կա։ Տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը ինչ որտեղ աշխատում է, կամ պետական կամ մասնավոր համակարգում։ Հիմա այստեղ եղած մարդկանց 90%-ը ինչ որտեղ աշխատում է։ Բայց խմբերով չեն գա։ Դուք հասկանում եք։ Ես ասում եմ, որ ձեր ասածը, ձեր ենթադրությունը մտածածին է եւ ասում եմ մարդիկ որևէ ես էլ եմ աշխատում, ես աշխատում եմ էկոնոմիկայի նախարարությունում։ Դա ուրիշ է։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եմ աշխատում։ Դուք ԿՊ-ից եք դրանով արդեն ամեն ինչ ասում։ Այդ մարդիկ կոլեկտիվով եկել են։ Այստեղ գտնվող բոլոր մարդիկ ինչ որ միտեղ աշխատում են։ Մեկը կարող է տաքսի է վարում, մյուսը դերասան է, երրորդը քաղաքական գործիչ, բացարձակապես այդպիսի բան չկա եւ չի կարող լինել։ Մերժում ենք ուղղակի այդպիսի բաները։